Ամենօրյա համառ եւ քրտնաջան աշխատանք, հսկայածավալ գործունեություն մեր երկրի տարբեր ոլորտներում, բազմաթիվ տեսանելի նվաճումներ, նոր ծրագրեր ու գաղափարներ նաեւ առաջիկայի համար։ Անցած 2012 թվականը Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական միության համար ակտիվ եւ գերհագեցած է եղել։ Լայնամասշտաբ բազմաթիվ միջոցառումներ, ինչպես հանրապետության ամբողջ տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դրանց թվում նաեւ արդեն բարի ավանդույթ դարձած բարեգործական բազմաթիվ միջոցառումներն են, որոնք կյանքի են կոչվում հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ։ Յուրաքանչյուր տարի մենք փորձում ենք ավելի ընդլայնել մեր գործունեությունը եւ այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել ենք ձևավորել լավագույն ավանդույթներ, որոնք տարվա թե տոներին, թե ըստ անհրաժեշտության տարբեր ձևաչափի գործունեությամբ եւ միջոցառումների տեսքով հանդես է գալիս։ Բավականաչափ մեծ ուշադրություն է դարձվել այս տարի երիտասարդական հասարակական կազմակերպությունների աջակցությանը, երիտասարդական հասարակական շարժումների ձևավորմանը, որոնք անկուսակցական հիմունքներով համախմբել են տարբեր հայացքների տեր երիտասարդներին եւ ստացել են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։ Երիտասարդներն իրենց խնդիրներով ու հոգսերով մշտապես գտնվում են Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ անձամբ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մեր երկրի բոլոր բուհերի լավագույն ուսանողներն արժանանում են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներին։ Նույն օրը հազարավոր երիտասարդներ նաեւ միասին իրենց տոնը մեծ հանդիսավորությամբ նշելու հնարավորություն են ստանում։ Սա դեռ ամենը չէ։ Կուսակցությունը նոր հեռանկարներ է բացում նաեւ խոստումնալից ու տաղանդավոր բոլոր երիտասարդների համար։ Տարբեր քննարկումներից հետո արդեն իսկ 2012 թվականի ավարտին ամփոփվեց մի նախաձեռնություն, որը պարոն Ծառուկյանի կողմից էլ բավականին մեծ հավանության արժանացավ երիտասարդական կազմակերպություններին, ուսանողական կազմակերպություններին, ինչպես նաև անհատներին հնարավորություն ընձեռել ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու եւ սեփական նախաձեռնություններով հանդես գալու։ Այդ նպատակով Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից տրվելու են ֆինանսական միջոցներ։ Մենք օգնում ենք երիտասարդներին, մենք կանգնում ենք իրենց կողքին, մենք աջակցում ենք նրանց խնդիրների բարձրաձայնումով, վեր ենք հանում նրանց հարցերը խորհրդարանում, բարձրաձայնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր կան մեր երկրում, կապված են մեր երիտասարդության հետ։ Բազմաթիվ ու բազմապիսի ծրագրեր, որոնք որ իրականացվում են, խոսում են նրա մասին, որ կա մեծ ուշադրություն երիտասարդական պոտենցիալը կիրառելու եւ գործածելու համար այն բոլոր ծրագրերի իրականացման գործընթացում, որոնք որ ընդհանուր առմամբ կուսակցությունն իր արժեվ դրել է նախանշում է։ ԲՀԿ երիտասարդների միությունն ակտիվորեն համագործակցում է նաև բազմաթիվ երկրների երիտասարդական կառույցների հետ։ 2012-ն այս առումով նոր ձեռքբերումների տարի էր։ Համագործակցության տարբեր հուշագրեր, որոնց դրական պտուղներն արդեն իսկ տեսանելի են։ Իդեպ դրանցից շատերն ամրագրվել են ինչպես Սելիգեր 2012, այնպես էլ երիտասարդ Եվրասիա միջազգային հեղինակավոր ֆորումների ընթացքում։ Աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր երիտասարդներ փորձի փոխանակում, գիտելիքների հարստացում, առողջ բանավեճ, տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ սեփական ու համարձակ լուծումներ։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ։ Բոլոր ծրագրերը, որոնք մենք իրագործել ենք վերջի ժամանակաշրջանում, եղել են անմիջականորեն պարոն Ծառուկյանի աջակցության եւ հսկողության ներքո։ Դեռևս ես չեմ հիշում մի դեպք, երբ այդպիսի մի ծրագիր, որը կարող էր մի քանի երիտասարդի կամ հարյուրավոր երիտասարդների ինչ-որ հարցով օգնել, աջակցել, պարոն Ծառուկյանը մերժած լինի։ Մեր առաջնորդն է, որ խոսքերի հետ զուգահեռ բացարձակապես անդադար իրականացնում է քայլեր, որպեսզի այդ մեր ապագա հանդիսացող երիտասարդները իրենց վրա զգան այդ ուշադրությունը։ ԲՀԿ երիտասարդական միությունը սակայն երբեք կատարած աշխատանքով չի սահմանափակվում։ Ծրագրերն ու անելիքները բազմաթիվ են, նոր նվաճումների ու ձեռքբերումների հասնելու ձգտումն էլ ավելի մեծ։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։